Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու դեպի Ադրբեջան եւ Թուրքիա տանող մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին, ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ժամկետների մասին է խոսքը։ Փաշինյանն ասել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները, ենթադրվում է, որ դա պետք է հնարավորինս արագ արվի, եւ հայկական կողմը խնդրում է Ռուսաստանի գործընկերներին, որ այս հարցում որոշում կայացվի։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտնել է, որ շուրջ 2 ժամ զրուցել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի արտգործնախարարի Վաշինգտոնյան վերջին այցի ժամանակ ստորագրված TRIP շրջանակային փաստաթուղթը։ Նա հավելել է, ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է Անկարայի համար։ Ֆիդանը նաև վստահեցրել է, Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ինչպես նաև կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախորդին այցելել է Վագիվ Խաչատրյանի, այսօր լրացուցիչ կհետազոտվի Խաչատրյանը։ Նախարարն այցելելու է նաև ադրբեջանական գերությունից վերադարձած մյուս քաղաքացիներին, որոնք հիվանդանոցում են։ Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանը իր հերթին հայտնել է, որ այցելել է հորը, նրա առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Factor TV-ի հետ զրույցում Վերա Խաչատրյանը նշել է, որ Բաքվում գտնվելու ժամանակաշրջանից հայրը ոչինչ չի պատմել, իրենք էլ չեն հարցրել։ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ են ձերբակալվել, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, այդ թվում կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ։ Նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ փոքր թվով զինվորականներ են տեղակայում Գրենլանդիայում Դանիայի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արկտիկական կղզին բռնակցելու սպառնալիքներն են։ Դանիան, որը պատասխանատու է Գրենլանդիայի պաշտպանության համար, զգուշացրել է, որ Գրենլանդիայի վրա հարձակումը գրեթե կվնասի ՆԱՏՕ-ին, միաժամանակ հայտարարել, որ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ։ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան եւ Նորվեգիան հաստատել են, որ այս շաբաթ զինվորականներ են ուղարկում Գրենլանդիա։ Կանադան եւ Ֆրանսիան նաև հայտարարել են, որ առաջիկա շաբաթներին նախատեսում են հյուպատոսություններ բացել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։ Հունվարի 13-ին երթևեկությունը սահմանափակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։